Զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը հնարավորություն տալ այդ ոլորտում գործունեություն ծավալողներին պետական ուշադրությամբ ավելի ընդլայնել իրենց գործունեությունը եւ այս ամենը հաշվի առնելով գործադիր մարմինն առաջարկում է փոփոխություններ կատարել ռազմաարդյունաբերության մասին օրենքում, որի համաձայն կառավարությունը հնարավորություն կունենա իդեմս պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերականի ներկայացուցիչներին տրամադրել զենք, զինտեխնիկա եւ այլ ռազմական նշանակության ապրանքներ դրանց հետազոտման, ուսումնասիրության եւ հետագայում նաեւ ռազմական արտադրություն կազմակերպելու համար։ Մայիս ամսին դեռևս մենք նախատեսել էինք տաղատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել 1 տասնյակից ավելի ռազմաարդյունաբերական ընկերությունների, որոնք մի քանի նպատակով են դրանք ստանալու համար մեզ դիմել, մասնավորապես նոր տեսակի նոր զինատեսակների արտադրության եւ դրանց պետական փորձարկման տանելու նպատակով, հիմնանորոգման աշխատանքների, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով։ Տեղական արտադրողները ընդլայնում են ռազմական տեխնոլոգիաների ոլորտը, արտադրելով նոր զինատեսակներ։ Դրանք հաճախակի փորձարկման անհրաժեշտություն են ունենում։ Օրենսդրական նոր փոփոխությունը հնարավորություն կտա այդ գործընթացը եւս իրականացնել։ Ռազմաարդյունաբերական համալիրը շատ հաճախ կարիք է ունենում զենքի զինամթերքի ստացման պաշտպանության նախարարությունից, որպեսզի համապատասխան գիտափորձակոնստրուկտորական կամ վերանորոգման, արդիականացման կամ զենքի ռազմամթերքի արտադրության աշխատանքներ իրականացնելիս։ Ռազմաարդյունաբերական համալիրներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար ներգրաված են ինժեներներ նաև Սփյուռքի տարբեր համայնքներից։ Նրանք եւս ցանկություն ունեն ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական ոլորտում։ Հարյուրավոր մարդիկ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև այս ոլորտում նաև իբրև ներդրողներ հանդես եկող մեր հայրենակիցներ։ Ազգային ժողովի փոխնախագահն էլ առաջարկեց ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաներ սահմանել, հաշվի առնելով պաշտպանական բնույթի ծախսերը։ Նաիրի Մունադյան, ժամը լրատվական։